Բարև բարեկամներ, թերթելով պատմության էջերը մենք հասանք 1992 թվական, թերևս մեր ազատամարտի ամենաճակատագրական տարին, լի մակընթացություններով ու տեղատվություններով։ Ամանորը Արցախայությունը դիմավորեց ով ռազմաճակատում, ով նկուղում, քանզի պատերազմ էր։ Նոր տարվա գիշերը հակառակորդը 4 կողմից հարյուրավոր արկ արձակեց Ստեփանակերտի վրա, սփռելով մահ, ավերածություններ, ահավոր գիշեր էր։ 92-ի հունվարի 1-ի լուսաբացը մեզ համար արյան գույն ուներ։ Եվ ահա այդպիսի պայմաններում գումարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը։ Ժամանակը չէր սպասում, անհրաժեշտ էր ձևավորել ղեկավար մարմիններ և գործի անցնել։ Սակայն մինչ այդ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհուրդը ԼՂՀ-ն հռչակեց անկախ պետություն, այսինքն այդ օրն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը։ Այնուհետև պատգամավորները ձեռնամուխ եղան Գերագույն խորհրդի, նրա տեղակալների ու նախարարների խորհրդի նախագահի ընտրություններին։ Մեր տեսադարանում պահպանվել է Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների ոչ ամբողջական տեսագրությունը, պատառիկներ որից ուզում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը։ Կարծում ենք հետաքրքիր կլինի հեռուստատեսության միջոցով հետևել, թե ինչպես են ընթացել ընտրությունները, ով ինչ է ասել իր ելույթում։ Տարում փաստորեն Ղարաբաղի ուրեմն բախտը վճռվում էր միայն Ստեփանակերտում շատ նեղ ուրեմն շրջանակներով, շատ նեղ մարդկանց շրջանակներով առանց ընդգրկելու ուրեմն շրջանների տեղերի ուժերը հնարավորությունները։ Իհարկե դրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ, հատկապես արտակարգ դրություն եւ այլն։ Եվ ես ուրեմն առաջին հիմնական գործերից մեկը համարում եմ մեր նորընտիր Գերագույն խորհուրդը դարձնել իսկապես գործուն, իսկապես կենսունակ, իսկապես ուրեմն Ղարաբաղը ղեկավարող մարմին, եւ ես կարծում եմ այդ Գերագույն խորհրդի մեջ ընդգրկված առողջ ուժերի միջոցով մենք կարող ենք մեր ժողովրդին դուրս հանել այս ծանր վիճակից։ Տեղ չի, ափսոս, պարոն Մուրադյանը ելույթում փորձեց ապացուցել և բացատրել, որ Ղարաբաղում оппозициայի ներկայացուցիչների իշխանության գալի անհրաժեշտություն. То есть это говорит о той важности, которая придается всеми политическими партиями, движениями проблеме Карабаха. Ծանոթ եմ բոլոր հոսանքներին, բոլոր կուսակցություններին և բոլոր քաղաքական հոսանքներին, բայց ոչ մեկի մեջ ես չեմ մտել։ Ես բացարձակ ներտավ մարդ եմ։ Խորհրդի նախագահը կոչված է նրա համար, որտեղ այդպիսի խոսակցներ աննայվ է ընդունվի ու անունել մնա հանրապետության առաջին դերը։ Այն ինչ ասել է Վագիֆը, ես նրան ավելացնում եմ, որ նա ժառանգում է ինչ մոմենտներ։ Ես դա երևի պետք է երեք ասեի, որտեղ ինչքան էլ տարբեր լինեն հավակնորդների, տեխնացուների, պլատֆորմները, ընդհանուր կոնտուրները նրանք իրար նման են պարտադրում։ Այսօրվա դրությամբ ավելի քան 60 միլիոն ռուբլի մեր բյուջեն պարտք է թոշակառուներից։ Այսօրվա դրությամբ հանրապետության տարածքում մարզը Գումարած Շահումյանի տարածքը կատարված է 17.5 միլիոն ռուբլու շինարարական աշխատանքներ, որի դիմաց վճարում չկա։ Այդ միջոցները, որ նախատեսվել է Հայաստանի կառավարության կողմից, առ այսօր լրիվությամբ չեն հատկացվել, ինքեր Հարությունյանը ստեղ են այդ մասին լավ գիտեն։ Ես երեկ էլ մի նյուանս ասեցի էկոնոմիկայի ընդհանուր վիճակի մասին, այն որ կառավարման լծակները անհրաժեշտ է ստեղծել եւ կստեղծվի, այն որ մեր ներքին ռեսուրսները պետք է մոբիլիզացվի, մոտ օրերս գոնե պետք է համակարգը մինիմալ
չափերով ապահովենք, դա անհրաժեշտ է անել եւ կանենք, բայց այդ խնդիրները, ինչ ես ձեզ ասել եմ, նա փոխանցվել է անցած տարվանից այս տարի։ Գալստյանը նշեց, որ բյուջեն դատարկ է, ես ուզում եմ ասեմ, նա մի քիչ ուռճացրել է։ Բյուջեն դեֆիցիտը կազմում է 67 միլիոն։ Խնդրում եմ, որ Գերագույն խորհրդի նախագահը իմանա ուր է գնում եւ ինչ հարցեր պետք է վճռի։ Սովորաբար Պիտի մեզ թազավորժինի, ես ասում չում եմ, մինի պիսայի միրը լավ։ Ես շատ մոտիկից եմ ճանաչում Արտուր Մկրտչյանին, մենք միասին ենք սկսել մեր պայքարը 87 թվականին, դեռ կարելի ասել ժողովուրդը քնած էր։ Դիրքը այնտեղից էր արդեն պարզ եւ մենք արդեն այն տեսքն էինք ընդունել, ինչպես որ Աստծո կա։ Ես տենց եմ մտածում, ինձ կներեք դրա համար։ Եվ ես մտածում եմ, որ այդ գալիս էր այն հոգեբանությունից, գալիս էր այն գաղափարից, որը որ սնում էր որպես հայ մարդու, այլ ոչ թե քաղաքական ինչ-որ դեմքի։ Քաղաքականությունը հետո է եկել, հասկանում եք, այս կարևոր հանգամանք է, որ մենք պետք է տարբերենք մեր այսօրվա ընտրանների մեջ պետք է տարբերությունները դնենք։ Ուրեմն Արտուրը օժտված էր արդեն ազգային գաղափարախոսությամբ, այն կրթությունը, այն ուրեմն մտավոր աշխարհը, որ սնում էր այդ մարդուն, ուրեմն դարձել էր այն իմպուլսը, որը որ հաստորեն բերել էր իրան ասպարեզ։ Я считаю, что будет честно, если вчера мы получили 29 голосов в пользу товарища Мыкртычяна, и те товарищи, которые дали голоса, я обращаюсь к ним и говорю, что мы, карабахцы, нашей природой созданы не из мумии. Для того, чтобы вчера голос давать в пользу Мыкртычяна, а сегодня поменять, дать в пользу второго лица. Значит, заложен фундамент. Максимальное количество голосов получил сам уважаемый господин Мыкртычян Артур. Рассматривая его кандидатуру, я должен сказать, что он один из родоначальников, один из тех лидеров, который непоколебимо с первого же дня движения стоит твердо на реальном пути и на одной платформе. А не так, как некоторые другие товарищи. Я помню, в Карабахе приводили такой пример, что в 17-20-х годах были люди, которые в кармане держали два билета, красный и белый. Приходили белые, показывал белый билет, приходили красный, показывал красный билет. Мыкртычян Артур не из тех. Карабахцы его воспитали настоящим своим верным сыном. Պետք է ասել, որ ճիշտ չի տեխնատուներից մեկի մասին շատ մեծ բառեր ասել, մյուսի մասին ոչ, եւ ես ուզում եմ բոլորիդ ասել, որ դահլիճում նստած մարդկանց մի որոշ մասը, երբ որ Ղարաբաղի համար ստեղծվել էր շատ ծանր վիճակ, թողել էին այդ նույն Ղարաբաղը, փախել էին եւ հիմա ուզում են տարբեր հարցերի մասին խոսել շատ ազնիվ, շատ բարձր տեսանկյունից։ Ցանկանում եմ, որպեսզի բոլոր պատգամավորները իմանան։ Երբ որ Հադրութում ստեղծվել էր շատ ծանր վիճակ, երբ որ Հադրութի ղեկավարությունը ի վիճակի չէր գոնե որևէ չնչին բան ձեռնարկել շրջանի ամբողջությունը պահպանելու համար, գոնե ժողովրդի ոգին տեղը պահելու համար առաջարկվեց պարոն Մկրտչյանին որպեսզի ղեկավարի շրջանը։ Ես ձեզ բերում եմ բառացիորեն պարոն Մկրտչյանի խոսքերը։ Շրջանի ղեկավարելը իմ մակարդակը չէ։
Հիմա հարց է առաջանում, եթե շրջանի ղեկավարելը պարոն Մկրտչյանի մակարդակը չէ, ապա մարզի ղեկավարելը պարոն Մկրտչյանի մակարդակն է, հանրապետության մակարդակը, ավելի, սա մեկ, և երկրորդ, ես ուղղակի կոչ եմ անում ձեզ, չստեղծվել հանրապետությունում այնպիսի վիճակ, որը որ ձեռնատու է մեր հակառակորդների։ Քանի որ խոսքը ասվեց վերջնական պարտություն մտցնելու մասին, համար ես հարկ եմ համարում երկու խոսք ասել։ Իհարկե, ճիշտ է ասում պարոն Սարգսյանը, նման զրույց տեղի է ունեցել։ Տեղի է ունեցել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 91 թվականի հունիսի 13-ին թե 14-ին ժողովրդական դեպուտատների առանձնասենյակում ներկա են եղել պարոն Բալայանը, ներկա եղել պարոն Քոչարյանը, այդ զրույցին այնտեղ հադրութում ստեղծված ծանր իրավիճակից հետո, թե ինչ է դրան նախորդել, թե հադրութում ինչ է, որ այդ ընթացքում մեր ահազանգերին, մեր դիմումներին, մեր խնդրանքներին, նույնստեղ ինչպես է արձագանքել, Երևանը ինչ արձանականքել, ով ինչ դիրք է զբաղեցրել, դրա մասին ես չեմ ուզում ասել, կոնկրետ քննարկվել է շրջանի ուրեմն ղեկավարության հարցը եւ շատ բարձ ասվել է այն ժամանակ մենք էլ շրջանում արդեն պատրաստ էինք այդ բանին, զգում էինք, որ այստեղ մարզում ինչ-որ բաներ է պատրաստվում շրջանում իշխանություն փոխելու համար եւ այնտեղ ընտրությունը ընկել էր ագրոարտի նախագահ Գևորգյան Վալերիկի վրա եւ պարոն Սարգսյանը, պարոն Քոչարյանը այդ բանը ասել են եւ պարոն Պետրոսյանն էլ ասել, որ մենք մտածում էինք ուրեմն փոխել ղեկավարությունը հադրութում եւ ուրեմն նշանակել Վալերի Գևորգյանին շրջանի ղեկավար, շրջգործվողի նախագահ։ Դուք գտնում եք, որ իրոք գերազանցում եք մյուս տեխնացուներին եւ ավելի լավ կարող եք փրկել մարզի այս վիճակից, եթե այո, ապա ինչ գործոններից։ Մեր պարլամենտում Հասկան Ղարաբաղն այսօր անգրկված լիդեր չկա, որ միանշանակ մեր ձայնը ուրեմն տակ նրան, դուք եք ասել շատ ճիշտ եք նկատել եւ նմանապես ինքս եմ գնահատական տա, թե ես ինչ որ ուրեմն չափով ամենա ուրեմն չեմ իդեալական եմ առաջադրված տեխնացուներից այդպեսի հնարավոր չի, բայց որոշ հարցերում կարող է ես գերազանցեմ իրենց, որոշ հարցերում իրեն գերազանցեն, իսկ դրա համար էլ ընտրություն է կատարվում, էլի, կատարեք, բոլորդ մեզ լավ գիտեն։ Человек, способный на самоунижение, только может унижать другого. Теперь обвиняют этих бедных гадовцев, имеющих там всего ничего в этот период, что они, так сказать, сдали эти села. А Степанакерт, а кто тогда руководил Степанакертом в этот период? Кто может сказать? Истекал кровью шаумян, действительно истекал кровью. Не то, что человека из Степанакерта, руководящего человека не было. И звонка даже не было из Степанакерта. Я могу это подтвердить. Звонка даже не было. Может, вам там бензин нужен, может, вам там хирург нужен и так далее. В Геташин тоже никто не приехал отсюда. А что сделали для Гадруда? А кто был в Бердадзоре? Какую помощь оказали Бердадзору в этот момент? Это что называется руководители? Я снимаю свою кандидатуру, но еще раз повторяю, что без сильной власти здесь ничего не получится, а вы сильную власть сегодня не избираете. Это вы знаете. Игорь Вервахтуцунова, если вы сделаете так, то двери будут закрыты. Павел Левон Петросян Ես ելույթ ունեմ, Միքել Մանուչարով, սա մեր բելնիչ։ Հարկ եք մեկը մյուսին եւ լսենք։ Լևոն Պետրոսյանը գասը կանյասի, եթե էստիան։ Սիտուացիան էստիա, նկարագրիմ կարճ ոնց ես եմ հասկանում։ Ղարաբաղը պետք է իրան անկախ պոլիտիկան ունենա։ Մենք պետք է ընտրենք դեպուտատից սկսած, թե 90%-ը դերել ընտրված մարդիկ են։ Եկլավա Գևորգյան վաղը
Даже ավելի լավ պարլամենտարիան իմ կարծիքով, քան թե բենը հիմա է։ Մինը պարիկա մինը կողնացած հասարան զայնտո, մինը հրվայնա կողնացած հասարան զայնտո։ Նա դեռ նա կողնես ասան դեմ զորակում հուվա լավ տղա պասմո։ Վիգենը, յա, բենը։ Կարիերին դիրեկտորը։ Աննովագի։ Բենը, հա, սիստի։ Սեվիճակը ստիա, դաշնակցության բյուրոն ընդեղ է, Հայաստանի կառավարությունը ընդեղ է, Ղարաբաղն էլ ստեղ է։ Մունք պիտի մաքսիմալ ընդյանի, վեճին դրից կախված ենք, վեճին դրից, բաստան մեր մեծ աղբերն է։ Մեր կնանեկի պիտի առանձին ենք, մեր մեծ աղբերն է, մուք մի մարդ չենք, մի կնենք չպիտի պարենք, մեզ պիտի տարբեր կնանեկին, հասը էդ է, վեճ պիտի լևորից կախված ենք, վեճ դաշնակցական բյուրոյից պիտի կախված ենք։ Մենք այդ բենին, իմ բենավոս, Արտուրին թեկուս քիչ եմ ճինանչում, Արտուրն էլ է ծեփտամ, Ռոբերտն է, բայց լիշնի ես, ոնց ամեն մարդ խոսում է, հետո պիտի չեսնի խոսել, չեսնի խոսքը լոխն ասում, ոնց ասում, բորից վրեդնա, լոխջին է պարզը, Ոչ թե միայն համարում եմ, որ դեմոկրատիան դա մի դեմագոգիայի մի, այսպես ասած, չափանիշ տարբերակն է, ոնց որ Լեդիկովսը ասեց բանի բարերով, Չերչիլին, բայց դա միակն է, որը միջի հիմա մարդկությունը հնարել է և դեր լավագույնը չկա։ Բայց երեք ես տեսա, որ դեպի ուր է գնում այս ընտրությունները, եթե 29 հոգի, գրեթե մի 90%-ին է մոտենում, ձայն ընտրվել Արտուր Մկրտչյանին, անշուշտ այստեղ կարելի է կալկուլյացիա անելով մտածել, որ այդ ձայներից որոշ մի մասը եղել է Լեոնարդ Պետրոսյանի դեմ և ավտոմատիկ կերպով անցել է, բայց մեկ է, թիվը շատ մեծ էր և պետք է դա արդեն ըստ նույն դեմոկրատիայի վրա հենվելով հարցերին, մենք հաշվի նստենք այդ փաստի վրա։ Հանրապետության Գերագույն խորհրդի հաշվորդ հանձնաժողովի արձանագրություն համար 3։ Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր կանոնակարգի 24-րդ հոդվածով անցեկացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի Փակ Գաղտնի քվեարկություն։ Լիազորությունները ճանաչված 51 պատգամավորներից քվեարկություններ են ստացել 46 պատգամավոր։ Քվեարկումը բացելուց հետո պարզվել է, որ այնտեղ առկա են 46 քվեարկություններ։ Ձայները բաշխվում են հետևյալ կերպ։ Մկրտչյան Արտուր Ասլանի, կողմ 42, դեմ 4։ Անվանել շերտիկներ չեն հաստատել։ Ղեկավարվելով կանոնակարգի 5-րդ հոդվածով հաշվորդ հանձնախումբը Գերագույն խորհրդի հաստատմանն է ներկայացնում հետևյալ որոշման նախագիծ է։ Առաջինը հաստատել հաշվորդ հանձնախմբի արձանագրությունը։ Ինչպիսի առաջարկություններ կան, հաստատել, ովքեր համաձայն են հաստատել հաշվի հանձնաժողովի արձանագրությունը, խնդրեմ քվեարկել։ Դեր Արտուր Ասլանի Մկրտչյան։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ հաստատել Արտուր Ասլանի Մկրտչյան։ Ընտրել։ Ընտրել։ Հաստատումը չխմբագրվի, ոչ չխմբագրվի չխմբագրային։ Պարոն Մկրտչյանին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ցանկանալ նրան ստեղծագործ աշխատանք։ Պետք է ասենք, որ Արտուր Մկրտչյանի ուսերին ծանրագույն բեռն է դրվում այսօր։ Եթե միայն թողնեք այդ ամբողջ ծանրությունը այդ փոքրիկ ուսերի վրա, դժվար կլինի նրա համար։ Եկեք բոլորս միասին այս պատգամավորական խումբը օգնենք երիտասարդ Արտուրին, 59 թվականին ծնված երիտասարդին, 59-ը։ Ես պարողացի։ Էդիկ կան և խնդրեմ, որ նա գա իր պարտականությունները ստանցնի։ Նա մեր հարցեր բեր մուրուկը պահել դշի։ Մեծարգո պատգամավորներ, մեծարգո հյուրեր, նախ թույլ շնորհակալություն հայտնել իմ նկատմամբ ցուցաբերած մեծ վստահության համար։ Կասկած չկա, որ իմ գործունեությունը, ինչպես եղել այս 4 տարիների ընթացքում, նույն ձևով կշարունակվի։ Բայց ես երկու խոսք եմ ուզում ասել այն առիթով, որ այսօր
տեխնացուների քննարկումը գնաց ինչ որտեղ շատ նյարդային մթնոլորտում, կասկածներ եղան, մեկը մյուսին հակասող ելույթներ, չնայած ամեն ինչ հետևում է, ես ցանկանում եմ, որ իրոք այդ ամեն ինչը ետևում մնա, իմ կողմից ուզում եմ հայտարարել, որ ես իրոք ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ինչքան դաշնակցության ներկայացուցիչները իմ անձնական ընկերներն են, նույն չափով էլ ՀՀՇ-ի ներկայացուցիչները իմ անձնական ընկերներն են, եւ ընկերներ ունեմ կոմունիստական կուսակցության մեջ, եւ ընկերներ ունեմ անկուսակցականների մեջ, ընկերական հարաբերություններ պահել որևէ կուսակցության ներկայացուցիչ, դա չի նշանակում, թե լինել այդ կուսակցության անդամ։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահը ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու 33-ամյա Արթուր Մկրտչյանը։ Նրա առաջարկով նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց տնտեսագիտության թեկնածու 46-ամյա Օլեգ Եսայանը։ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ ընտրվեց Գյորգի Պետրոսյանը, քարտուղար Վլադիկ Հակոբյանը։ Իսկ ինչ մնում է առաջին տեղակալին, ապա այդ պաշտոնն այդպես էլ մնաց թափուր, քանզի Ռոբերտ Քոչարյանը, ում թեկնածությունը այդ պաշտոնի համար առաջադրել էր Արթուր Մկրտչյանը, հրաժարվեց նորից առաջադրվելուց։ Բանն այն է, որ առաջին բաց քվեարկության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հավաքել էր անհրաժեշտ ձայներ, սակայն պարզվեց, որ ըստ կանոնակարգի Գերագույն խորհրդի առաջին տեղակալը պետք է ընտրվի փակ գաղտնի քվեարկությամբ, ինչի ժամանակ էլ թեկնածուն անհրաժեշտ քվեներ չստացավ։ Հիշում եմ, Արթուր Մկրտչյանը վրդովված ասաց, որ Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի թեկնածուի առաջադրումը իր իրավունքն է, եւ ինքը առաջադրում ու առաջադրելու է միայն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Այդժամ խոսք խնդրեց Ռոբերտ Քոչարյանը եւ հրաժարվեց առաջադրվելուց։ Բա այն նույն մարդիկ, ովքեր ընտրել էին Արթուր Մկրտչյանին, դեմ քվեարկեցին նրա իսկ կողմից առաջադրված թեկնածուին։ Գուցե հենց դա էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն այդ բարձրագույն պաշտոնում ընտրվել էր 1991 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած առաջին նախագահական ընտրություններում, ոչ միայն չշնորհավորեց Արթուր Մկրտչյանին, այդ մասին մի առիթով ինձ ասել էր նույն ինքը Արթուր Մկրտչյանը, այլև, ինչպես ասում էին այն ժամանակ, 3 օր Հայաստանից Արցախ ոչ մի ուղղաթիռ չի թռչել, այսինքն ոչ միայն զենք ու զինամթերք չի հասցվել մարտնչող Արցախ, այլև ալյուր, հանապազորյա հաց։ ՀՀՇ դաշնակցություն հակասությունը էլ ավելի սրվեց, որը ցավոք հետագայում վերածվեց հակամարտության, ինչն էլ բնականաբար բացասաբար անդրադարձավ այնքան անհրաժեշտ մեր միասնականության վրա։ Եվ դա այն ժամանակ, երբ պատերազմ էր ու նժարի վրա դրված էր հայրենիքի լինել չլինելու հարցը։ Ահա այսպիսի պատմություններ, որ իմ խորին համոզվածությամբ չպիտի թաքցնել հանրությունից, պետք է բարձրաձայնել, եթե կուզեք ահազանգել, որպեսզի վաղը մյուս օրը չկրկնվի նույնը։ Այսպիսին էր մեր ծրագրի 10-րդ էջը։ Հաջորդ էջերը կթերթենք մյուս եթերաժամերին։ Ցտեսություն։